Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր հունիսի 7։ Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Հովհաննես 10:28 խոսք։ Մենք հավատում ենք սրբերի հավիտենական ապահովությանը, նախ որովհետև նրանք պատկանում են Քրիստոսին, և նա երբեք չի կորցնի այն ոչխարներին, որոնց գնել է իր արյունով և ստացել իր հորից, և երկրորդ, որովհետև նա նրանց տալիս է հավիտենական կյանք, և եթե այն հավիտենական է, ապա իսկապես հավիտենական է և չի կարող վերջ ունենալ, այն վերջ կունենար, եթե միայն դժոխքը, երկինքը և Աստված կարողանային վերջ ունենալ։ Եթե հոգևոր կյանքը կարող է մարել կամ մահանալ, ապա ակնհայտ է, որ այն հավիտենական կյանք չէ, այլ ժամանակավոր կյանք։ Սակայն Տերը խոսում է հավիտենական կյանքի մասին, և դա լիովին բացառում է դրա ավարտի հնարավորությունը։ Ուշադրություն դարձրեք նաև, որ Տերը հստակ ասում է. «Նրանք հավիտյան չեն կորչի»։ Քանի դեռ բառերը իմաստ ունեն, այս խոսքը հավատացյալներին ապահովում է կորստից։ Ամենահամար անհավատությունն անգամ չի կարող այս խոսքից հեռանալ կամ փոխել այդ իմաստը։ Եվ այսպիսով, որպեսզի հարցն ամբողջապես պարզ լինի, նա հայտարարում է, որ իր ժողովուրդը իր ձեռքի մեջ է, և մարտահրավեր է նետում նրանց բոլոր թշնամիներին, փորձելու նրանց հափշտակել այդ ձեռքից։ Անշուշտ, դա անհնարին բան է նույնիսկ դժոխքի չարի ուժերի համար։ Մենք ապահով ենք ամենակարող Փրկչի ձեռքերի մեջ։ Եկեք մի կողմ դնենք թե մարմնական վախը, թե մարմնական ինքնավստահությունը և խաղաղությամբ հանգչենք մեր Փրկչի ձեռքերում։